Աշխատող ժողովուրդ են, անասնապահությունը, մեկ էլ բանջարաբուծությունը։ Այդտենց որ ասեմ յուրահատուկ բան կա չկա։ Ստե ոչ հանք կա, ոչ ման, աշխատող ռաբաջակ մարդիկ են։ Չեմ ասի որ նենց ա եղել, որ ծրագրով ստացվել է մեր նոր դպրոց ենք ունեցել։ Բայց ստացվում որ մարդիկ արդեն գնացել են բանենալ, այդ դպրոցի աշակերտները քչացել են։ Բադ մասը դա է։ Այսօր նենց են անում, որ մի ժամանակ այդ Լեռնաշենից Գետաթաղից բանից գալիս են մեր մոտ, տասնամյա է, բայց միշտեղ էլ քիչ են։ Հարցս ճիշտ ասած Արմանինը բանա, ուսում ասում բանա, ասում եմ, ասում 27 հոգի ենք սաղ, մեծ հսկա դպրոց է, ու ոնց ասեմ ձեզ, պետության տալը առնելը դա չի դսում էլի։ Պիտի երևի սաղ հավաքվեն գնան դարպասում նորը կառուցելու։ Մեր դպրոցը այնքան սիրուն վերանորոգված, կահավորված է։ Միջնակարգ դպրոցը շատ սիրուն է, թե պետք է փակվի այդ խնդիրն է։ Աշակերտների խնդիրներ ունեք դպրոցում։ Դե որ ամեն ինչ փակում է, գյուղի բնակիչը պակասում է, պարզա որ աշակերտի խնդիր անելի է։ Իսկ որ համայնքների միացումն է լինելու։ Շենաթաղ, Լոր, Գետաթաղ, Դարպաս միանալվա մի դպրոց անելու։ Իսկ ինչ որ ծրագրեր ունեք, որ դպրոցը պահպանվի, թե չէ։ Չունենք ինչ ծրագիր պետք է լի պահպանման։ Խնդրանք է մենակ, որ պահպանվի։ Տարիների վեր եւ խորհրդային միության ժամանակ եւ դրանից առաջ եւ առավել եւս հիմա Լորը միշտ կրթության եւ մշակույթի հարգը իմացող ժողովուրդ է եղել, դա փաստ է։ Բոլոր այս զորերի ենթաշրջանում կարծես այդ ոսկե կնիքը այդ տիտղոսը պատկանել է Լորին եւ կարող եմ բարձրաձայնել վստահորեն ասել, որ Համոսահյանի Պոեզիան Համոսահյանը որպես այսպիսին Լորի բնակիչ, լորեցի, սյունեցի, այդ ամենը բարձրացրել, այդ նշաձողը մշակույթի, կրթության, ճանաչելիության այդ նշաձողը Համոսահյանով եւ առավել եւս նկատելի դարձավ